Ինչ ենք անում երեխեք։ Այսօր մենք սկսել ենք նախագծային աշխատանքի կենսաբանությունից միաշաքելավոր բույսի ցորենի, երկշաքելավոր բույսի ոսպի աճեցումը հիդրոպոնիկ եղանակով։ Սերմերով ափսեները դնում ենք մութ վայրում պահարանի մեջ։ Սերմերը դնում ենք լույսի տակ։ սերմերը դնում ենք դասասենյակի անկյունում ստվերոտ վայրի։ Օր չորրորդ Միաշաքելավոր բույս ցորենի, երկշաքելավոր բույս ոսպի ծլեցումը մուշ պայմաններում։ տեսնում ենք 4 օրում ինչքան է բույսը աճել։ Դիտարկում ենք երկշաքելավոր բույս ոսպի Եվ միաշաքելավոր բույս ցորենի, աճեցումը լույս պայմաններում։ Դիտարկում ենք երկշաքելավոր բույս ոսպի եւ միաշաքելավոր բույս ցորենի, աճեցումը հիդրոպոնիկ եղանակով, դասասենյակի ոչ այդքան լուսավոր անկյունում։ օր 5-րդ Օր 7 Միաշաքելավոր բույս ցորենի, երկշաքելավոր բույս ոսպի աճեցումը հիդրոպոնիկ եղանակով պահարանում։ Նկատում ենք, թե որքան է մեկ շաբաթում բույսերը աճեն։ Ի տարբերություն պահարանում գտնվող ցորենի եւ ոսպի, դասասենյակի սեղանի վրա գտնվող ցորենը եւ ոսպը լույս տակ գտնվող ցորենը եւ ոսպը քիչ են աճել, բայց կան աճել։ Տեսնում ենք անկյունում գտնվող բույս ցորենի և ոսպի աճը 17 օրվա ընթացքում։ տեսնում ենք մեր բույս ցորենի, Ոսպի աճեցումը մութ պայմաններում, 24 օր անց։ տեսնում ենք մեր բույս ցորենի եւ ոսպի աճը անկյունային պայմաններում, 24 օր անց։ տեսնում ենք մեր բույս ցորենի եւ ոսպի աճը 25 օր անց արևի լույսի տակ։ Տեսնում ենք մեր բույս ցորենի եւ ոսպի աճը դասասենյակում անկյունային պայմանում 25 օր անց։